Պարտիրոջ ժողովրդություն, թող փառավորվի մեր Տերը, օրհնյալա մեր Տիրոջ անունը, որտև նա այո բարի ճգնաղներով Տեր է։ Նրա ողորմությունը վերջ չունի բարեկամներ, նրա սերը անսահման է, նրա գութը ողորմությունը հավիտյան է։ Աստծո խոսքը հիշեցնում է, որ Աստծո բարկությունը մի ակնթարթ է, բայց նրա ողորմությունը հավիտյան է։ Իր անունը փառավորվի։ Սիրելի քուրեր եղբայրներ, ես մի տեղ եմ ուզում Սուրբ Գրքից կարդալ մեզ հալաճանաչ եւ այս օրերի մեջ ասենք այնպես ստացվեց, որ մի քանի անգամ տարբեր մարդիկ այս հարցը ինձ ուղղեցին եւ ինձ համար ասենք որոշակի մտքեր եկան եւ սրա վրա ես մտածելով, որտեւ նաեւ հոգեվոր մարդիկ էլ այս հարցի մեջ երբ որ իրանց հարցեր տվեցին, այս նույն հարցի մեջ կաշկանդվող պատասխաններ տվեցին։ Ես ուղղակի ուզում եմ մի քիչ այս մասին կարդանք ու մի քանի կարևոր մտքերի վրա ուշադրություն դարձնենք, թե ինչ է խոսում Աստծո խոսքը։ Որովհետև Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, կա ուղղակի, որ ուղղակի Աստված ուղղում է իր խոսքը, կա խորհրդով, որ մի բան ասում է, ունի մի հատ ուրիշ խորհուրդ, կա այլաբանորեն, որ այսինքն մի բանը ուրիշ է, մյուս բանը նկատի ունի, կա առակներով էր խոսում, եւ շատ հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչը ոնց է, եւ նույնիսկ հոգեվոր մարդիկ։ Խոսքը վերաբերվում է Մատթեոս ավետարանի այդ հալաճանաչ լեռան քարոզի 5-րդ գլխի 38 համարից։ Լսել եք, որ ասվեցավ. աչքի տեղը աչք եւ ատամի տեղը ատամ։ Բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կենաք, այլով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։ Եվ ով որ քեզ ուզի հետ դատ վարել, եւ քո շապիկ առնել ու քո բաշկոնը թողնել նրան, թող նրա մոտ, եւ ով որ քեզ պահակ բռնի մի մողոն ու շարունակում։ Ես ուզում եմ այստեղ հիմնական շեշտը տալ այս խոսքի վրա։ Ասма չարին հակառակ մի կենալ, այլով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ դարձրու նրան։ Ինչ ասա նշանակում, եղբայրներ քուրեր։ Ես ուզում եմ սրա վրա մի քիչ մենք ավելի խորը անդրադառնանք։ Այսօր շատ մարդիկ չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ ասում Տերը, եւ սկսում են վիճվել, խոսել, հակառակվել։ Եվ միշտ այսպիսի հարց են տալի մարդկանց. «Բա ոնց Տերն ասում է թշնամուց սիրի»։ Բա մենք մեր թշնամուն ոնց սիրենք, մեր թշնամին սա, մեր թշնամին հնենց։ Ես իրանց մի պատասխան եմ տալիս, ասում եմ ընկեր, բավական չի քեզ, որ քարորյա պատերազմի ժամանակ մեր եկեղեցուց 200-ից ավել մենք զոհ տվեցինք։ Այս վերջեմ որ խոսում մեր այդ անձնավորությունը ասավ հասկացա։ Ասում ենք ովքեր ենք ասեցի։ Մեր զավակները, մեր եկեղեցու զավակները, մեր քուրերի, եղբայրների, երեխեքը, թոռները 200-ից ավել մենք զավակներ տվեցինք, իմ զավակն էլ գնաց իմ աղբոր տղեն։ Եվ բերանները փակվում է։ Ինչ ասա ժողովուրդ ջան, որ ասում մի երեսիդ խփում է, մյուսը դարձրու։ Սա նա չի, որ ֆիզիկապես, երբ որ քեզ մի հատ խփում են, դու դարձնես դա, թեկուզ դրա մեջ էլ դա մտնում, բայց սա խորը իմաստ ունի։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Երևանից գալիս էինք, Սևանի ճանապարհի վրա մել մինչև մի կա գայի ինսպեկտորի սովետական միության ժամանակ, ոստիկաններ են ժամանակ գայիշնիկներ են, միլիցեկ էին կանգնացրեցին ավո աղբորը, ավոյի հետ էի, մեկ էլ իջանք, այս միլիցեն եկավ մի անգամից, չգիտեմ որտեղից։ Դե Տերը որ գիտի, սատանան գիտի, մարդիկ եք իմանան, մեկ էլ սա ասենց արավ, հավատացյալ եք արա։ Ասինք հա ինչ ա եղել։ Մեկ էս մլիցեն եկավ մոդիկ ավոյին սենց, լա մի հատ թուշըտ բեր, ավոս է գլուխը տարա, բա գրածա չէ, որ մի հատ խպեմ են մյոսին դարձուս է կամանց բերեց մի հատ ավո երեսին խպեց, ավոն ես երկորդը սենց արա ու թևն է սենց կաշեց վերև, որ սենց թևը վերև կաշեց, ես մլիցեն ասավ, ինչ ես անում, խպելու ես, ասավ դե եթե դու տարն ես ուզում, գրած չի երկրորդ հարվածից հետո ինչ անեմ, ասում մի հատ երեսը դարձեց են մին դարձու, նանից հետո էլ գրած չի, արդեն կարամ խպեմ, սա Սպես խառնվել իրար, բասմա ինչ է, ասի դելսի ինկեր ինչ է։ Քուրեր եղբայրներ, ինչ է սա նշանակում, երբ որ մի երեսիդ խփում են, մյուսը դարձրու։ Մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ շատ իրադրություններ ա տեղի ունենում, շատ դրություններ ա տեղի ունենում, ամեն ինչի մենք հանդիպում ենք։ Աստված ստեղ մեզ կոչ անում, որ ցանկացած իրադրության մեջ մենք մնանք բարձրության մեջ։
Ինչպես Արմեն եղբայրը հիշեցրեց, մենք որպես Աստծո որդիներ ներկայացնենք մեր հորը։ Այսինքն ցանկացած իրադրության մեջ մենք վկայենք մեր ապրածով, որ մենք ում որդիներն ենք։ Օրինակ, մի մեծ մարդ է, հարևանս մեծ մարդ է, վերակացել, երկու բաժակ խմել է, ասենք այս մարդը, օրինակ հիմար էլի, մի խմել է այս մարդը, այնտեղ ձենը բարձր գցել է, մեկին ուշունց է տալի մի հատ։ Հիմա ես էլ իր հարևանն եմ, իմ տանը ասենք, իմ կինը, իմ հարսը ասենք, այդ ուշուցը լսում է։ Մենք էլ սկսում ենք տքանալ, բորբոքվել, գնալ այս մարդը հետ կռիվ անել։ Բայց հոգևոր մարդը ինչ անեմ։ Ասում եմ դե մեծ մարդ է, ոչինչ, բան չկա դեմի, ինչ ձեն չի անում, կուլ է տալիս։ Եվ այս մարդի հետ չի վիճեմ, այս մարդի մակարդակին չի իջնեմ, այս մարդի հետ հակառակություն չի անեմ։ Ասում եմ ոչինչ, մարդ է, դեմի մեծ մարդ է։ Այսինքն, երբ որ այս մարդը արդեն իր իկունը քնում առավոտը լուրջանում է, այս մարդը արդեն իր արածից հասկանում է ինչ անեմ, այս մարդը ինչ ա լինեմ, ինքն է գլուխը կախանում, ինքն է մանչեմ, ու դու մնում ես քո բարձր տեղը։ Բայց եթե մի գնում ես դու էլ նրանց սկսում ես վիճվել, հակառակվել, կռվել, հա ճիշտ ես դու ճիշտ ես, մարդկորեն դու ճիշտ ես։ Հայհոյել այդ մարդը, անպատիվ խոսքեր ասել, քո կինը լսել է, դու ճիշտ ես։ Բայց դու ճշմարիտ չես։ Ինչքան ա եղել որ դու անպատվել ես քո կնգան, քո երեխուն կամ մյուսին։ Այդ հարևանը չի ասել, դու ես ասել, բայց քո կարելի է ասես քո կնոջը։ Բայց եթե հանկարծ հարևանը մարդա մի հատ այնտեղ մեկին ուշունցա տվե, վայ, ոնց կլի, ուշունցա տվես մարդը։ Այսինքն քուրեր եղբայրներ, ինչա նշանակա մերեսիդ խփում են, որ դու չիջնես այդ մարդկանց մակարդակին։ Այսինքն այդ մարդը վիճվում է, կռվում է, հակառակվում է, ամբարտավան է, որ դու հոգևոր մնաս, դու քո դիրք ունենաս։ Բայց այսօր շատ ժամանակ մարդը իր դիրքի մեջ չի մնում, ի ասենց ասավ։ Հլա մի հատ ասելուց առաջ դու մի հատ նայի։ Դու նայի, դու ինչպիսին ես։ Գիտեք, մենք շատ ծածուկ բաներ ունենք։ Արմեն եղբայրը հիշեցրեց, այսօր դու կապ ունես Աստծո հետ, թե չէ։ Հլանկեղ ծեղի ու եղելի, աղոթում ես, աղոթքիդ պատասխանը մարդուն եղբայրը խոսեց, առնում ես, թե չէ։ Մենակ խոսքեր, ասում ես ու գնում, առնում ես, թե չէ։ Ինչքանով ես դու ցավ քաշեմ, որ չես վայելում Տիրոջը։ Ինչքանով ես դու ողբանում, որ Տերը երևա քո կյանքի մեջ։ Մենք ուղղակի բաներ ենք սովորել, վեր ենք կենում, խոսում ենք, ասում ենք, բայց մեր Աստված կենթանի է։ Նա աչքեր ունի, տեսնում է, բերան ունի, խոսում է, այսօր դու լսում ես նրան, դու տեսնում ես նրան, դու վայելում ես նրան, նա ուզում է, որ հանդիպես խոսակու հետ։ Մենք ինչքանով ենք երես դարձնում։ Գիտեք, փոքրուց ինձ իմ հերը մի բան էր սովորացնում, շատ բաներ։ Եվ որ ես վատ արարքներ էի անում, մերս անընդհատ խփում էր, ալանի, դեսիս, դե ինչքան ես խփում էր, որ մեծաց այլ խփելը հեչ բան։ Բայց իմ հերը կյանքım ինձ չի խփեն, ամենը մի անգամ թույլ սենց, այդ ինձ մի հատ խփածելի թե չէ։ Բայց ես հորիցս վախում էի։ Ոչ թե որ կծեց էր, այլ որ հանկարծ իմ արածի հիմար այս մարդը կմնա ու վիրում կխոսեր։ Հիշում եմ, մի քանի անգամ ասել եմ, ասում այ պապ, մի հատ խփի պրծելի, ասում էր տղա ջան, էշին են խփում, մարդին չեն խփում։ Ուժեղ մարդը նա է, որ իրանից ուժեղի հետ է մտնում մարդի մեջ, մտնում հակառակության մեջ։ Եթե քեզանից թույլ այնա խփած այլ ինչ ես անում։ Մի շատ տղամարդիկ կան, խաշխշում են մեկը դյար կնգանը խփեց։ Հենց գիտի որ խփեց, այդ ուժեղ է, խփեց կնգանը ուժեղ է, չէ։ Խփում ես կնիկը սրտի մեջ քեզ ատում է, չես կարող տանես։ Այդ անճարությունից ես խփում։ Եթե լավ տղամարդ ես, ուժեղ տղամարդ ես, հենց արա որ կնիկը հարգի քեզ, սիրի քեզ, քո խոսքը լսի, քո խոսքը պահի, քո խոսքը կատարի։ Խժխժալով չի, խզած մի հատ խփեց, մի հատ կռվեց, սա չի ուժը։ Ուժը գիտեք ինչի մեջ է։ Եվ որ մենք խոնարհվում ենք Տիրոջ առջև։ Եվ Տերը ասում է քու թշնամիներին քու ոտքերի տակ պիտի խոնարհացնեմ, քեզ պիտի հաշտեցնեմ, առակացի մեջ ասում է, եթե դու իմ առաջ արդարությամբ կալես, քու թշնամիները քու առաջ պիտի խոնարհվեն։ Քուրեր եղբայրներ, թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք մեր Տիրոջ խոսքը պահենք։ Որ մենք այո
Ասմա, այն հին ուխտի մեջ էր, ասմա լսել եք, որ ասմա ատամի տեղ ատամ, աշկի տեղ աշկ։ Այդ լուծում չի։ Ատամի տեղ ատամ, աշկի տեղ աշկ, մինչև այսօր մենք արել ու ապրում ենք, դրա համար այսօրին ենք ասել։ Աստված ուզում է, որ մենք իմաստությամբ վարվենք։ Աստված ուզում է, որ մենք իր այդ հաղորդ լինենք։ Աստված ուզում է, որ մենք կարողանանք իմաստությամբ, զորությամբ գնանք։ Դա չի նշանակում, նորից եմ ասում, որ մեր երկիրը չպետք է պահենք, դա չի նշանակում, որ մեր ընտանիքը չպետք է պահենք, դա չի նշանակում, որ մենք պետք է աշխատենք, չէ, մենք պետք է աշխատենք, ապրենք, պահենք մեր ընտանիքը, մեր երկիրը պահենք, մեր ազգը, մեր ժողովրդին բարի մարդիկ լինենք, օգտակար լինենք։ Բայց այսօր սատանան սաղ ֆռռացնում է իրար։ Դա համար քուրեր եղբայրներ, մենք բարձրյալ Աստծո զավակներ ենք։ Ես իմ զավակ լինելը ցույց տամ։ Տեր Հիսուսը հիշեցրեց, ասում են ոչ թե լեզվով ու խոսքով, այլ ճշմարտությամբ ու գործով։ Եթե դու հոգևոր մարդ ես, եթե դու քրիստոնյա մարդ ես, դու այդ հոգով պիտի գնաս։ Այսօր առավոտ տղես զանգելա, ասատուրը բարևում էր։ Մի հատ է գալասավոյա ղրգել, ասմա պապ, այս ջրի մկրտության համար մի երկու բան ասա էլի, ասմա մոտս կա, ասմա երեք եկել են, ասմա խոսում են, ասում են ինչի մար պարտադիր պետք է մկրտվենք։ Ասեն, որովհետև մկրտությունը փրկության պարտադիր ֆակտորն է, տղա ջան։ Եթե մարդը վերստին ծնունդ չունի, չի մկրտվել, Քրիստոսի արյանում անուն այդ հաղորդ չի, այս մարդը երկնքի հետ գործ չունի, որովհետև վերստին ծնունդով մկրտությունով է մարդը Քրիստոսի արյանում անուն այդ հաղորդ լինեմ։ Եվ Տեր Հիսուսը Հովանու 6-ի մեջ ասում է, որ իմ մարմինը չուտի, իմ արունը չխմի, իր մեջ կյանք չունի։ Իմ մարմինն ուտող, իմ արունը խմող իր մեջ կյանք ունի, որ թեև մեռնի, պիտի ապրի։ Մենք պիտի ապրենք, հավատանք այս խոսքերին։ Համար քուրեր եղբայրներ, նորից եմ ասում, սա նա չի, որ այնա ամեն օր աշկերների ստակը կապտած, սաղորը ծեծուտելով դիման գանք, չէ։ Սա խորհուրդն է, որ մենք պետք է որպես Աստծո որդիներ մեզ բարձր պահենք։ Ամեն իրադրության մեջ մենք մեր հորը ներկայացնենք։ Ամեն իրադրության, որ մեր դեմ կանգնող մարդիկ տեսնեն, որ մենք բարձրյալի դեսպաններն ենք ու նրա ներկայացուցիչները։ Չգիտեմ դուք ոնց եք տեսել, երբ որ դրսում ասենք տեսնում ես, պետության դրոշներով մեքենաները դրած ֆռռում են պետության քաղաքների մեջ։ Այդ դեսպանները, երբ որ գնում են իրանց դրոշով են ման գալի, հեռվից բոլորը տեսնում են, որ այս դրոշը այս պետության ներկայացուցիչն է։ Սուրբ Գիրքը հիշեցնում է Պողոս առաքյալը, որ հոր աչեմ մենք բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս մարդը, իսկ նրա վրա երկրի վրա նրա դեսպանը փոխնորդը երկրի վրա ով է գիտես ով է, դու ես, դու Տիրոջ դեսպանն ես երկրի վրա սկսած քո տանից, որ ներկայացնես Տիրոջը, ես էլ ներկայացնեմ Տիրոջը, կապ չունի ինչ տարիք ես, մեծ ես, փոքր ես, նա որ հավատում է Քրիստոսին, ով որ իր սիրտը տվել է, ով որ ուզում է այդ Աստծո հետ ապրի, նա պետք է ներկայացնի Քրիստոսին։ Նա որպես Քրիստոսի դեսպան, այսօր ում դեսպանն ես դու։ Այս սա է, որ երբ որ երեսիդ խփում են, այսինքն հանուն Հիսուսի իմաստությամբ վարվես, հոգով վարվես, ճշմարտությամբ վարվես, քո այնպիսի գործ գործես, որ քո արարքով Տերը փառավորվի, ոչ թե Տերը անարգվի կամ Տիրոջ անունը ցածրանա։ Թող Սուրբ Հոգին օգնի քուրեր եղբայրներ։ Իմ խնդրվածքն է, եւ որ տուն գնաս, մի հատ նայ դու, ում ես ներկայացնում քո ապրածով, քո տան մեջ, քո հարևանի մեջ, քո շրջապատի մեջ։ Ում ես ներկայացնում, քեզ թե Հիսուսին։ Իսկ որպեսզի կարողանաս ճիշտ զանազանես, վերցրու ավետարանի խոսքը։ Այս խոսքը սա հայելի է, ու սրանով ապրի։ Այս խոսքը կարդա ու նայի, քեզ համեմատե այս խոսքի հետ։ Այս խոսքը իրոք քո մեջ կյանք է դառնում, թե չէ։ Այս խոսքը ինչքանով է քեզ կյանք տալիս, այս խոսքով ինչքանով ես դու գնում։ Որտեվ հավատքը ոչ թե լեզվով ու խոսքով է, այլ ճշմարտությամբ ու գործով։ Այսօր շատ հավատներ կա, շատ բոլորն էլ 8 միլիարդ հավատ կա։ 8 միլիարդ մարդ կա, 8 միլիարդ էլ հավատ կա, ամեն մարդ հավատում է։ Այն չհավատացողն էլ է հավատում, իրա չհավատացածին։ Բայց Տեր Հիսուսն ասում է, որ ինձ կհավատա, ինչպես գիրքը կսե։ Այսօր եթե իմ ապրած կյանքը այս գրքի խոսքերով չի, իմ գործը այս գրքի գործերով չի, ես գործ չունեմ Տիրոջ հետ, կապ չունի, մոտավոր արդեն 40 տարի այս կյանքի մեջ եմ։ Հեչ կապ չունի։ Տերը թող օգնական լինի, Տերը թող զորացնի, այո քուրեր եղբայրներ, մենք լուրջ սուրբ կյանք ապրենք։ Մենք ոչ թե տառի հետևից գնանք, այլ Տիրոջ հոգու հետևից։ Սուրբ հոգուն լսելով, հնազանդվելով, այդ խոսքը մեր մեջ կյանք դարձնելով։
Այսօր որ տուն գնաս, խնդրում եմ, մի հատ նայի, ում դեսպանն ես դու, ում ես ներկայացնում դու, թող Տերը փառավորվի։ Այժմ մենք պետք է կանգնենք աղոթքի եւ պետք է աղոթենք մեր հոգսերի խնդիրների համար։ Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, Առակաց գրքում այսպիսի համար է գրած, ես կարդամ այս համարն ու աղոթք անենք։ 16-րդ գլխի 3-րդ համար։ Գցիր Տիրոջ վրա քո գործերը եւ կհաստատվի քո խորհուրդները։ Ասում քո բոլոր գործերը գցի Տիրոջ վրա։ Գցի ինչ ունես, հոգսա, խնդրեմա գցի Տիրոջ վրա ու քո խորհուրդները կհաստատվի։ Այսինքն որ մենք վստահում ենք Տիրոջը, տալիս ենք Տիրոջը, Տերը իր գործը կատարում է, որտեվ առանց Տիրոջ գիտության ու թույլտվության քո գլխից մի մաս չի ընկնեմ։ Այն քո տան խնդրեմը որ կա, այն քո տան դժվարությունը կա, այն իմ տան դժվարությունը որ կա, ինքը գիտի, ամեն բան ինքը տեղյակ է։ Առանց նա գիտության ու թույլտվության ոչինչ չի լինում։ Բերենք մեր հոգսերը, դժվարությունները, խնդիրները Տիրոջ առջև։ Մեր սրտերը բացենք Տիրոջ առջև։ Եվ խնդրենք որ Սուրբ Հոգին օգնի, որ այդ լույսը ծագի մեր սրտի մեջ, ժողովուրդ ջան։ Վայելենք իր ներկայությունը։ Քու փափագը ցանկությունը թող մեկը լինի, որ իրան տեսնես, իր այդ մեկանաս, իր այդ հաղորդ դինես։ Եթե չկա իր այդ կապը, հաղորդակցությունը, ինչ էլ ունես, ոչինչ է։ Ինչի էլ որ ասել ես փուչ է։ Բայց եթե իր հետ մեկ ես, երանիք ես, պահի այդ կապ ու հավատարիմ մնա, որ մինչև կյանքիդ վերջ այդ Սուրբի հետ քայլես։ Փառք քեզ